Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, օր այսօր Կիրակի է, այսօր ապրիլի 13 տարվա Իմ ամենասիրելի օրը։ Քոնն էլ։ Այո։ Լավ, դու կբացատրես։ Զուտ որ ծաղկազարդ է, ոչ թե հենց 13-ը։ Հասկացա, դու շարժական տոներից մեկն է, Այո։ իհարկե այս տարի համընկավ ապրիլ 13-ի հետ, բայց ինձ համար մեծ կարևորություն ունի այսօրը, թե ինչու կիմանաք, իհարկե, հիմա ձեզ ողջունենք, լավ տրամադրություն մաղթենք, հուսանք եւ վստահ լինենք, որ 3 շաբաթ օրը ձեզ համար անցել է ամենահաճելիներից մեկը, լավ եք ձեզ զգացել, լավ ու հիշողություններով լի օր եք ունեցել, այսօր էլ այդ էներգիայով ողջավորված արթնացել եք ու օրը սկսում եք մեզ հետ միասին։ Հայկ Պետրոսյան, Զիաննա Պողոսյան ու մեր թիմը պատրաստ է ձեզ ժպիտ ու լավ տրամադրություն պարգևելու։ Բարի լույս։ Բարի լույս սիրելի Հայկ, բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Յուրաքանչյուր շաբաթ օր, երբ ես վերջում բարեմաղթում եմ առողջություն, խաղաղություն, այնքան լիահույս եմ, որ իսկապես մի փոքր այսպես իմ էներգիայից, իմ խոսքերից դիպչում եմ մարդկանց եւ մի փոքր թեկուզ ավելանում է մարդկանց մեջ այդ առողջությունը, խաղաղությունը, երջանկությունը, բարի խոսք ունի իր էներգիան ունի, այո, իր ուժը ունի։ Այսօր ապրիլի 13-ն է, ինչպես բոլորս գիտենք, օրը Կիրակի, այո, Ծաղկազարդի Կիրակին է, շատ սիրում եմ այս օրը, հատկապես երբ եղանակը գարունը այդ տարի լինում է բարեբեր եւ ծաղիկները, ծառերը արդեն ծաղկած են լինում եւ այդ ծաղկեպսակները շատ գեղեցիկ են հյուսվում եւ շտապում եմ տուն, որպեսզի գնամ եւ այդ արարողությունը կատարեմ։ Դու ինչու ես սիրում։ Ես կպատմեմ։ Որովհետև, մի փոքր անց ես դրա մասին կներկայացնեմ, հիմա չշեղվենք ճիշտ ճանապարհից, Տունդեպոյին շնորհակալություն հայտնենք գործընկերոջը։ Մարդիկ ովքեր մեզ հետ են միշտ գնացեք, ստեղծեք նոր ու հրաշալի ձեր հարմարավետությունը այնտեղ, օգտվելով մեծ օնլայն տեսականուց ու իհարկե միացեք մեզ Երկիր մեդիայի YouTube-յան պաշտոնական ալիքով ու Բարև Երկրի Facebook-յան էջով։ Մենք միշտ այդտեղ ակտիվ ենք ու ակնկալում ենք նաև ձեզ մեզ հետ լինելու այդ կարևոր ու գեղեցիկ քայլը։ Բարեկամներ, այո, այսօր ապրիլի 13-ը շատ սիրում եմ, որովհետև հայրս տոնում է իր ծննդյան տարեդարձը։ Ամենակարևոր մարդկանցից մեկը է աշխարհի։ Մեր ամբողջ թիմով շնորհավորում ենք այդ զուգադիպությամբ, որ այսպեսի լավ իսկապես այո, նա հարություն է ու նրա գլխավորությամբ բոլոր հարություններ, ովքեր հատկապես ծնվել եք այսօրը շնորհավորում ենք ու լավ օր ենք մաղթում ձեզ բոլորիդ։ Այո, առողջ եղեք ամենակարևորը։ Միանշանակ։ Պետք է միշտ ասել դրա մասին։ Այսօր Ծաղկազարդի Կիրակին է, այո, Ովսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր Դավթի թագավորությունը, որ գալիս է, խաղաղություն երկնքում եւ փառք բարձունքներում։ Այսօր մեծ պահքի 7-րդ Ծաղկազարդի Կիրակին է, այն նվիրված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին։ Այսօրը պատրաստվում ենք մուտք գործել պահքի վերջին շաբաթ, որը կոչվում է Ավագ շաբաթ։ Սա Քրիստոսի չարչարանքների շաբաթն է, որ Տերը կրեց իր վրա վերցնելով մարդկության մեղքերը։ Առաքյալները պատմում են, որ հրեական զատկից մեկ շաբաթ առաջ, երբ ողջ ժողովուրդը երկրի բոլոր կողմերից դեպի Երուսաղեմ էր ձգվում տոնին մասնակցելու համար, իր աշակերտների հետ Երուսաղեմ է ուղևորվել նաև Հիսուս Քրիստոսը։ Համաձայն եկեղեցու հայրերի Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը, իսկ ոստեր եւ ճյուղեր ընծայելը առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն։ Ծաղկազարդի նախօրեին շաբաթ օրը կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ արդեն Կիրակի առավոտյան բաց վարագույրով մատուցվում է Սուրբ Պատարագ եւ ժողովրդին բաժանում են օժտված զիթենու կամ ուռենու ճյուղեր։ Այսօր նաեւ մանուկների օժտության օրն է։ Շատ կարեւոր, շատ սիրուն օր, այնպես որ գնանք ու վայելենք մենք բոլորս։ Շարժվենք առաջ եւ իհարկե խոսենք մյուս շաբաթ անպայման, մյուս շաբաթ արդեն Սուրբ Հարության տոնն է, կարծում եմ կունենանք հետաքրքիր զրույցներ նաեւ բացի նորություններից։
Շարժվենք առաջ, այո, այսօր նշվում է նաև ռոքնռոլի համաշխարհային օրը, սիրելի հեռուստադիտողներ։ Օրը կապված է երաժիշտ Բիլի Հեյլիի հետ։ 1954 թվականի այսօրն է նա ձայնագրել Rock Around the Clock սկավառակը, որը դարձել է նոր երաժշտական ոճի ուղղություն, արագ դուրս եկել Միացյալ Նահանգների սահմաններից եւ տարածվել ողջ աշխարհում։ Նշենք, որ ռոքնռոլը առաջացել է 1950-ական թվականներին եւ իրենից ներկայացնում է ամերիկյան տարբեր երաժշտական ոճերի՝ բլյուզի, քանթրիի, գոսպելի, R&B-ի, բուգի-վուգիի համակցություն։ Մինչ այսօր սիրելիներ ռոքնռոլի արքա է համարվում Էլվիս Փրեսլին, որը իր երաժշտական ու ոճային առանձնատկությամբ մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհի վրա։ Իսկ ահա 1960-ականների կեսերին իր հաղթարշավը սկսեց Beatles խումբը ռոքնռոլի մեջ ներմուծելով նոր մտքեր եւ նոր մոտեցումներ, ու մինչ այսօր մենք վայելում ենք նրանց ստեղծագործությունները, նրանց տրամադրությունը երաժշտական իրականության մեջ, ինչը շատ կարևոր է, եւ հետաքրքիրն այն է, որ այդ էներգիան դեռևս մի խազով անգամ չի կորում, որովհետեւ ուր էլ լինենք, որտեղ էլ լինենք, եթե լսում ենք այդ ժամանակաշրջանի ռիթմերը, անկախ մեզնից մեր ոսկորները գոնե սկսում են շարժվել, ասեմ որ այդպես։ Անուններ, այո, որոնք դեռևս գերազանցված չեն, այսպես պահպանում են իրենց ուժը, էներգիան։ Եվ ժամանակի մեջ հավերժ են, այո, տեղափոխվենք հայաստանյան երաժշտական աշխարհ, սիրելի հեռուստադիտողներ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերի է մեկնել Մերձավոր Արևելք։ Սաուդյան Արաբիայի Դահարան քաղաքում սիմֆոնիկ նվագախումբը եւ Երևանի պետական կամերային երգչախումբը առաջին անգամ հանդես են եկել Game On համերգային ծրագրով, ներկայացնելով համակարգչային հայտնի խաղերի համար գրված մեղեդիները, փոխադրված սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի համար։ Ու այնուհետև Օմանի Մասկատի արքայական օպերային թատրոնում երկու համերգների ընթացքում հնչեցրել են Հարի Փոթերը եւ Փիլիսոփայական քարը հանրահայտ ֆիլմի ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի հեղինակած երաժշտությունը։ Իսկ արդեն ապրիլի 22-ից 28-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Արաբական Միացյալ Էմիրություններում ելույթ կունենա Classical Violin Olympus միջազգային մրցույթում։ Արի ու տես, որ դասական արվեստում նույնպես սկսել են անել համարձակ մոտեցումներ, համարձակ քայլեր եւ բոլոր շատերի անսպասելի, այո, բայց շատ ստեղծագործություններ նրանք մատուցում են հենց սիմֆոնիկ նվագախմբով, վստահ եմ, որ հետաքրքիր մոտեցում, հետաքրքիր գույն ու շունչ կունենա տվյալ ստեղծագործությունը։ Ուրախ ենք շատ, շարժվենք։ Կինո աշխարհում ունենք նորություններ։ Մայիսի 13-ից 21-ն անցկացվող Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում առաջին անգամ կներկայացված կլինի ֆիլմ արտադրողների համահայկական ֆեդերացիան։ Սա արդյունքն է ֆեդերացիայի եւ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջև օրերս կնքված համագործակցության հուշագրի, որի նպատակն է աջակցել հայ կինոյի զարգացմանը, փառատոններին մասնակցությանը, արտադրության մեջ գտնվող ֆիլմերի համար գործընկերային կապեր հաստատելուն, հայաստանյան եւ սփյուռքահայ կինոգործիչների միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ ֆիլմերի նկարահանումներին զարմանահրաշ տարածք տրամադրելու ճամփորդության եւ զբոսաշրջության եղանակով առաջին քրիստոնյա երկիր Հայաստանի գրավչության ավելացմանը։ Սա հրաշալի նորություն է, կարծում եմ, ես իհարկե չգիտեմ որպես այդպիսին Օսկարը որքանով ունեցավ ազդեցություն այս համագործակցությունների վրա, բայց ամեն դեպքում այն կարևոր փաստը, որ կինոյում մենք քայլ առ քայլ գնում ենք առաջ եւ նման համագործակցությունների շնորհիվ որակային սանդղակը ֆիլմ արտադրության մեծանում է, դա փաստ է, դա հաստատ, այնպես որ հրաշալի է սա։ Այլերն անել դեպի առաջ եվրոպական շուկայի միջոցով, կարծում եմ, որակի բարձր սանդղակը այստեղ ավելի պահպանված կլինի, քան միանգամից ամերիկյան Օսկարի դաշտում հայտնվելը։ Ամեն դեպքում սիրելիներ, երևի թե 1 տարի ու մի քիչ ավել ժամանակահատված առաջ չեղարկվեց մի համերգ համաշխարհային դեմքի հետ կապված, որին շատերն էին սպասում, հուսանք, որ այն ամեն ինչը հիմա կկարդանք, դա կլինի իրականություն, երբ կգա դրա ժամանակը։ Ամռան ամենաթեժ ժամանակ Երևան է գալու անգերազանցելի Ջենիֆեր Լոպեսը։ Համերգային շրջագայության երևանյան կանգառը նախատեսված է օգոստոսի 3-ին։ Հենց այդ օրն էլ երգչուհին հանդես կգա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս շրջագայության ընթացքում 56-ամյա աստղը համերգներ կունենա նաև Եգիպտոսում, Իսպանիայի մի շարք քաղաքներում, Հունգարիայում, Իտալիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում, դե իհարկե մենք էլ խոսենք մեր մասին Հայաստանում։ Գնալու ես թե ոչ։
Եվ սպասում ես արդյոք նրա ելույթներին։ Շատ Անձեր կուզենամ աչքով գնալ, տեսնել իհարկե, շատ այսպես մոտից դժվար կարողանամ տեսնել, բայց կարծում եմ, որ կգնամ, որովհետև գաղտնիք չի լինի, որ ասեմ շատ սիրում եմ, ով չի սիրում Ջենիֆեր Լոպեսին։ Ամենադեպս չկա մի անձնավորություն իմ շրջապատում, որ կտրուկ բացասական պատասխան տա նրա արվեստի հետ կապված։ Երգարվեստը, դերասանական արվեստը գուցե ինչ որտեղ սիրենք կամ չսիրենք, բայց ինքը կերպարը արդեն շատ սիրելի է, հաճելի է։ Արտիստը պրոֆեսիոնալ է ու վստահաբար մեծ Մեր օպերատորն էլ համաձայն է եւ կարծում եմ ինքն էլ սպասում է այդ համերգին։ Սիրելի օպերատոր, իսկ հատկապես ի՞նչն ես գնահատում Ջենիֆեր Լոպեսի մեջ։ Գլխով ես էլի անում։ Կարծում եմ եթերային չէ նրա պատասխանը։ Դրա համար էլ ասում բոլորին հասկանալի է ինչ է այստեղ կատարվում։ Այստեղ երաժշտությունն է հիմա պակասում, որպեսզի հասկանանք ինչն է գրավում օպերատորի մեջ։ Հասկանանք, բայց այդտեղ տեսենք ռեժիսորը մեր ինչ առաջարկում, հիմա դիտում ենք տեսալովակ, հետո դռները կբացենք հյուրերին, կընդունենք ու կշարունակենք ձեզ հետ միասին իհարկե մեր բարև երկիրը։ Սիրտը իմոլոր քեզ տամունը վիրեմ ամեն մինորոր քեզ սիրարվեմ սիրտը իմոլոր քեզ տամունը վիրեմ դե արի ու դես որ սիրահարվել եմ ես քեզ երազանք ես դու ամեն մի հայի այդ քո աչքերով եմ մի հմայի կյանքով լցրիր կյանքս ամայի թե քեզ չսիրեի գլխից կատայի երազանք ես դու ամեն մի հայի այդ քո աչքերով եմ մի հմայի դու կյանքով լցրիր կյանքս ամայի թե քեզ չսիրեի գլխից կատայի բարերով ոնց սերս պատմեմ կուզեմ դարերով քո կողքին ապրեմ ախր բարերով ոնց սերս պատմեմ կուզեմ դարերով քո կողքին ապրեմ դե արի ու դես որ սիրահարվել եմ ես քեզ երազանք ես դու ամեն մի հայի այդ քո աչքերով եմ մի հմայի կյանքով լցրիր կյանքս ամայի թե քեզ չսիրեի գլխից կատայի երազանք ես դու ամեն մի հայի այդ քո աչքերով եմ մի հմայի կյանքով լցրիր կյանքս ամայի թե քեզ չսիրեի գլխից կատայի կյանքով լցրիր կյանքս ամայի թե քեզ չսիրեի գլխից կատայի երազանք ես դու ամեն մի հայի այդ քո աչքերով եմ մի հմայի կյանքով լցրիր կյանքս ամայի թե քեզ չսիրեի գլխից կատայի երազանք ես դու ամեն մի հայի այդ քո աչքերով եմ մի հմայի կյանքով լցրիր կյանքս ամայի թե քեզ չսիրեի գլխից կատայի Մենք շարունակում ենք մեր ընթացքը ու առաջարկում ենք միանալ մեզ, որովհետև հատկապես այս հարցազրույցը մեզ հնարավորություն կտա բացահայտումներ անելու Աբովյան քաղաքի շատ փոքրիկ ու գողտրիկ մի անկյունում, ինչպես շատ սիրում ենք մենք ասել, կա հետաքրքիր մի մշակութային վայր, որի մասին ավելի մանրամասն արդեն մեր հյուրերի հետ։ Ես ներկայացնեմ նրանց խոսքի ինչի մասին է լինելու ձյան։
թույլ կտամ որպեսի դու ասես։ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Ռուզանա Բադալյանը մեզ մոտ աղավարում, բարի լույս, եւ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի հասարակայնության ու տեղեկատվության հետ կապերի պատասխանատու Մարիամ Հովունին։ Բարև ձեզ, սիրելի։ Լույս, բարի գալուս մեր Բարհատականություններ։ Ո՞նց եք։ Ռուզաննա։ Շնորհակալ ենք շատ բարձր տրամադրությամբ, քանի որ ձեզ մոտ ենք։ Մենք էլ շատ ուրախ ենք, որ գտաք ժամանակ առավոտյան մեզ միանալու։ Կիսվեցին այո այդ տրամադրությունները։ Հիմա ներկայացնեմ այսպես շատ հակիրճ, թե ինչի մասին է խոսքը գնալու։ Ապրիլի 17-ին հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում բացվելու է Չարենցի Ռեգինան մշակութային կամուրջ ժամանակավոր ցուցադրությունը նվիրված Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռեգինա Ղազարյանի ծննդյան 110-ամյակին։ Խոսելու ենք իհարկե հիմնականում այս թեմայից, բայց մի փոքր ուզում եմ գանք խոսքի սկիզբ եւ բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ թանգարանի մասին է խոսքը, հակիրճ ներկայացնենք հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան, ինչպես Հայկն ասաց, իմացանք արդեն Աբովյան քաղաքում է գտնվում։ Քանի տարվա պատմություն ունի, ինչպես է նա ստեղծվել, հա, սկզբնաղբյուրը։ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը հիմնադրվել է դեռևս 1982 թվականին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյա տոնակատարությունների ժամանակ այդ գաղափարը ծնվել է Կարեն Դեմիրճյանի մոտ եւ որոշել են ստեղծել այնպիսի մի մշակութային կենտրոն, որը կմիավորի երկու ժողովուրդներին եւ նրանց բարեկամությունը կխորհրդանշի, այո, եւ 1982 թվականի դեկտեմբերի 16-ին բացվել է թանգարանը, որտեղ ներկայացվում են երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները եւ մշակութային կապերը արտացոլող ցուցանմուշներ։ Եվ արդեն գանք մեր բուն ցուցադրությանը Ռեգինա Ղազարյանը գիտենք, որ եղել է այն ճկուն տոկուն հայուհիներից, ով փրկել է Չարենցի անտիպ շատ ձեռագրեր, հա, ոչնչացումից 110-ամյակին նվիրված է ցուցադրությունը, հետաքրքիր է մինչ այս եղել են էլի ցուցադրություններ նվիրված Ռեգինա Ղազարյանին եւ նաեւ մյուս հարցը միանգամից այսպես կցեմ Չարենցի տուն թանգարանի հետ է կարծեմ լինելու համատեղ ցուցադրությունը, ինչու հենց այս թանգարանում, այլ ոչ Չարենցի թանգարանում հետաքրքիր է։ Պետք է ասել, որ սա մեր կարևոր միջմշակութային համագործակցություններից մեկն է եւ իհարկե այսպես ասած կենտրոնում Ռեգինա Ղազարյանի հոբելյանական 110-ամյակն է, ում հեղինակած աշխատանքներից թանգարանում պահվում էին, հետևաբար այս ցուցադրությունը հիանալի հնարավորություն է, որպեսզի Չարենցի տուն թանգարանից եւս մի քանի գործեր հյուրընկալվեն հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում, ինչի արդյունքում մենք ունենանք շատ ամփոփ գեղեցիկ միջոցառում ցուցադրություն։ Ինչ վերաբերում է համագործակցություններին, պետք է ասել, որ դրանք եղել են, կան եւ լինելու են շարունակական, ինչպես նշեցիք, թանգարանը ինքը գտնվում է Աբովյանում եւ մենք խոսում ենք այստեղ մարզային մշակութային կենտրոնի մասին, հետեւաբար ունենք շատ մեծ առաքելություն, նպատակ եւ աշխատանք կատարելու մարզային մշակութային կյանքի զարգացման ուղղված։ Հետևաբար այս միջոցառումը, որը նախատեսվում է իրականացնել, այսինքն տեղի ունենալու ապրիլի 17-ին ժամը 16:00-ին եւ տևելու է մինչ բաց է լինելու ցուցադրությունը մինչ ապրիլի 25-ը, նպատակ ունի ոչ միայն հանրահռչակելու Ռեգինա Ղազարյանի հեղինակած այս գործերը, Ռեգինա Ղազարյան անհատի եւ անվանի հայի անունը, այլ նաեւ ակտիվացնելու մարզային մշակութային կյանքը։ Եվ այո, այն իրականացվում է Եղիշե Չարենցի տուն թանգարանի հետ համատեղ միջմշակութային համագործակցության շրջանակում եւ կարծում եմ արդեն պատմությունը Ռեգինա Ղազարյան անունը եւ Չարենցի այսպես թեմատիկան բարձր թե ինչու հենց թանգարանի հետ, տուն թանգարանի հետ է նմանօրինակ համագործակցությունը։ Եվ արդեն իսկ հետաքրքրություն վստահաբար կառաջանա այցելուների մոտ գալ վայելել են համագործակցությունը, որ տեղի ունեցավ ձեր եւ Չարենցի թանգարանի հետ միասին։ Մենք խոսում ենք շատ հետաքրքիր մի վայրի մասին, որ կոչվում է թանգարան, ու շատերս գիտենք, որ բոլոր են աշխատակիցներ, ովքեր թանգարանում են, ապա ունեն իսկապես երկար տարիների աշխատանքային կենսագրություն, որովհետև թանգարանում կա անբացատրելի մի շունչ, կա մի տրամադրություն, վարակի պես մի բան, իհարկե լավ իմաստով, որ անդադար դու կարող ես լինել այդտեղ, բացահայտես եւ կարծես աշխարհից կտրված գործում ես մի վայրում, որտեղ անդադար քեզ կարող է լինել հետաքրքիր։ Այս հաղորդակցվում ես մեծերի հետ ամեն
երբ Այո։ երևս չի կարող լինել։ Այս իմաստով որքանով է գնահատում մեր հայրենակիցների ակտիվությունը եւ քաջատեղյակ լինելը թանգարանից ու նրա գործունեությունից եւ արդեն մյուս կողմի ներկայացուցիչները ինչպես են վերաբերում նախ թանգարանին եւ համագործակցություններ ռուսական կողմի հետ ունենք, չունենք եւ եթե ունենք, ապա ինչպիսին են դրանք։ Համագործակցություններ ունենք Հայաստանում Ռուսկի դոմ կազմակերպության հետ ու նախատեսում ենք նաև ռուսական թանգարանների հետ էլի միջթանգարանային համագործակցություն, որտեղ իրենք գան մեզ մոտ ցուցադրություններ կանեն կամ հակառակը մենք կգնանք ռուսական այլ թանգարաններում կներկայանանք։ Իսկ թվով քանի աշխատանք է ներկայացված ցուցադրությանը եւ ասացիք ռուսական կողմի մասին խոսեցիք, հետաքրքիր է ունենք հյուրեր նաեւ Ռուսաստանից այս ցուցադրությանը հրավիրյալներ։ Չունենք։ Իսկ քանի աշխատանք։ Ես երևի թե անդրադառնամ ձեր հարցի առաջին հատվածին, կարծում եմ մասնագիտական առումով դուք կփաստեք, որ կան մասնագիտություններ, որոնք նման են ամբուժելի հիվանդություններին։ Դերասանի մասնագիտությունը եւ առհասարակ գրեթե բոլոր աշխատանքները, որոնք կապված են արվեստի, մշակույթի եւ այս մեծ աշխարհի հետ, որովհետեւ սա մի ոլորտ է, որից դու մշտապես ստանում ես դրականը, պատմությունը, գիտելիքը, մշտապես դա այդպես է։ Եվ ինչ վերաբերում է այսպես գնահատելուն, թե որքանով են գնահատում հասարակությունը, հա, աշխատանքները, պետք է ասել, որ ի զարմանս շատերի երևի եւ գուցե դա հենց այդ կարևոր եւ նվիրական աշխատանքի արդյունքն է, որ երբ որ դու իրոք աշխատում ես, երբ որ դու իրոք ինչ որ հետաքրքիր նախաձեռնություններով ես հանդես գալի, երբ որ դու խոսում ես պատանիների, իսկ մեր այսպես խնդիրը պատանիներին, մշակութային պրոցեսների հետ համագործակցությունն է, դու իրոք կարողանում ես այն ինֆորմացիան, այն նպատակը, որը որ դու դրել ես, հա, իրազեկելու, հանրահրշակելու արվեստի, այս կամ այն անհատի այսպես գործունեությունը, դա տեղ է հասնում։ Այսինքն պատանիները այսօր մշակութասեր հասարակությունը այսօր այո մեծ ցանկություն ունի, մեծ կապ ունի արվեստի հետ, պարզապես այդ ժամանակակից գործիքները պետք է ճիշտ օգտագործել, որպեսզի նրանք շատ ավելի մոտ կանգնեն արվեստին եւ իհարկե ավելի հաճախ այցելեն թանգարաններ, որտեղ այս պարագան թանգարանների մասին է, հա, խոսքը։ Եվ Ռուզաննա որպես տնօրեն թանգարանի այ մոտ կանգնենք, գործիքներ գտնենք, որպեսզի բոլոր մեր սերունդի ներկայացուցիչներին բոլոր հա հրավիրենք։ Հետաքրքիր է եւ մշտական եւ ժամանակավոր ինչ ցուցադրություններ են գործում այս պահին թանգարանում։ Մշտական ցուցադրությունը անփոփոխ է, տնայցելուները կարող են գալ, նայել մշտական ցուցադրությունը։ Իսկ բարբերաբար ժամանակ առ ժամանակ ունենում ենք ժամանակավոր ցուցադրություններ տարվա ընթացքում, յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված։ Բացի ժամանակավոր ցուցադրությունները մենք ունենք տարբեր կրթական ծրագրեր, որոնք նախատեսված են նախադպրոցական, դպրոցական եւ բուհերի ուսանողների համար նախատեսված։ Սիրելի հյուրեր, ընկերներ, խնդրում եմ ասացեք, ինչ արժևում ցուցադրություններ, նախագծեր, ծրագրեր կան թանգարանում, ինչ է իրականացվելու արժևում, եթե իհարկե կան։ Ապրիլի 29-ին նախատեսում ենք Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի հետ նոր ցուցադրություն համատեղ, որը նվիրված է կինը ցեղասպանության եւ հերոս վերնագրով ցուցադրությունն է, բացի այդ մի նկարի պատմություն խորագիրը գրող ցուցադրությունը, երկուսն էլ նույն օրն է ու երկուսն էլ Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի հետ համատեղ է իրականացվելու։ Նաև մեկին ապրիլի 29-ին, այո, նաև մայիս ամսին ունենք թանգարանային գիշերը եւ թանգարանների միջազգային օրը միջոցառումները եւ թանգարանային գիշերը մենք ցուցադրելու ենք թանգարանի հիմնադիր տնօրեն Սամվել Սևադայի անհատական ցուցադրությունը։ հրաշալի է։ Արժևում ունեք լավ ծրագրեր, թող դրանք դառնան իրականություն, նվիրված աշխատակիցների եւ լավ ղեկավարի շնորհիվ։ Մենք ուրախ ենք, որ ծանոթացանք, ձեզ հետ ուրախ ենք, որ շատ-շատերս բացահայտեցինք Աբովյան քաղաքում գործող հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին, այնպես որ հաճելի է ծանոթությունը, մնացեք բարյավ, ժպտացեք ու սիրեք ձեր աշխատանքը, ինչի շնորհիվ վստահաբար կունենաք շատ ու շատ հաջողություններ եւ ավելի հանրային կդարձնեք նաեւ թանգարանի գործունեությունը։ Բարեկամներ, մնացեք մեզ հետ, մենք բարև երկիրն ենք, ճանապարհենք մեր հյուրերին ու շարունակենք մեր ընթացքը, խնդրեմ։ Ես հիշեցնեմ,
մեր հյուրերին Մեծ ամեն սիրով, դեպքում հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Ռուզաննա Բադալյան եւ նույն թանգարանի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի պատասխանատու Մարիամ Հովունի։ Կրկին շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք։ Մենք բարև երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը։ Շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, ամեն անգամ, երբ խոսում ենք գեղեցիկ հայուհու մասին, կրկնակի հաճելի է, երբես մագդիրների կողքին օգտագործում ենք նաև ուժեղ հայուհին, որովհետև Ճկուն, հնարամիտ, ուժեղ ես արդեն, ուրեմն դու գեղեցիկ ես ու շատ սիրուն։ Այնպես որ հայուհիների հաղթական շարքը մեզ մոտ շարունակվում է, ընկերներ, այս պահին ում ենք անդրադառնում։ Այսօր անդրադառնալու ենք մի հայուհու, որի սերը ծաղիկների եւ բույսերի նկատմամբ ստեղծեց ծաղկի նոր անվանական տեսակ, որն էլ հետագայում դարձավ ասիական մի որևէ երկրի պետական խորհրդանիշը։ Խոսքը Աշխեն Հովակիմյանի կամ Ագնես Հուակիմի մասին է, որ երկրի մասին է խոսքը եւ ով է նա, կպատմի Արմինե Պրսոյանը։ Համեց։ Աշխեն Հովակիմյանը, ով հայտնի է նաև Ագնես Հուակիմ անվամբ, ծնվել է Սինգապուրում 1854 թվականի ապրիլի 7-ին։ Ագնեսի հայրը, Բարսեղը, եղել է առևտրային գործակալ Սինգապուրում, եղել է հայտնի բարեգործ, ունեցել է զգալի սեփականություն եւ ներդրումներ, որոնք 1872 թվականին նրա հանկարծակի մայից հետո անցան ամբողջ ընտանիքին։ Մայրը Ուրելյան զբաղվել է այգեգործությամբ։ Մոր գործը շատ հիանալի շարունակել է Աշխենը։ Նա իր կյանքի ընթացքում կարողացել է ստեղծել ծաղկի խոլորձի մի տեսակ, միշտ Ջոակին Վանդը հանրահայտ անունով, որը համարվում է Սինգապուրի խորհրդանիշը։ Աշխենը բուսաբանության եւ այգեգործության հանդեպ իր սերը բացահայտել է դաստիարակվելով այնպիսի ընտանիքում, որտեղ այդ զբաղմունքը գնահատվում էր։ Հայրը Սինգապուրի բուսաբանական այգու ղեկավար խորհրդի անդամ էր։ Հովակիմյանների ընտանիքը մշտապես մասնակցում էր Սինգապուրի ծաղկահանդեսին, որում այդ ընտանիքի շատ անդամներ, նաև Աշխենը, մրցանակներ են շահել։ Աշխենի ձեռամբ ստեղծված բիրմայական եւ մալայական խոլորձների հիբրիդ Միս Հուակիմ խոլորձը պատմության մեջ առաջին հիբրիդ բուսատեսակներից մեկն է։ Բացի այդ, աշխարհում առաջինն է, որ ստեղծվել է կնոջ կողմից։ Իր ողջ կյանքում գեղեցկագույն ծաղիկների եւ բույսերի հետ շփվող Ագնեսը կամ Աշխենը մահացել է 1899 թվականին։ Սկզբում նա թաղված է եղել Բուկիտ Տիմա գերեզմանոցում, իսկ 20-րդ դարի կեսերին նրա գերեզմանակարը թաղման վայրից տեղափոխվեց հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակ։ Արմինե Պրսոյան, Բարև երկիր։ Մենք շարունակում ենք մեր ընթացքը եւ շարունակում ենք բացահայտել մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտային կյանքով, այլ նաեւ մարդիկ, ովքեր շատ ուժեղ են բառის իսկական իմաստով եւ զարմացնում են ամբողջ աշխարհին մեկը մյուսի ետևից սահմանելով ռեկորդներ, այդ թվում եւ նրանց անունը այլևս կա Գինեսի ռեկորդների շարքում, ներկայացնում մեր Ամիսը կարծես Գինեսի ռեկորդակիրներով Նվիրել ենք, այո, հիշում ես շաբաթներ առաջ ամենափոքրիկներ, այո, Գինեսի ռեկորդակիրը Հայաստանում։ Եվ այսպես բարեկամներ, մեր ընկերներն են մեզ մոտ եկել բռնցքամարտիկ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սակունց, ողջույն, եւ Հայաստանի ու աշխարհի բազմակի ռեկորդակիր, Գինեսի ռեկորդակիր, միջազգային սպորտի վարպետ Արթուր Սակունցը, բարի լույս։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ ենք, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Իհարկե ձեզ բնութագրող ձեր ռեկորդները այսպես, եթե մենք ամբողջը թվարկեինք, եթերը երևի կվերջանար։ Դուք կարծում եմ սիրով կպատմեք եւ նախկին ռեկորդների եւ ներկայում ինչով եք զբաղված եւ առաջիկայում ինչ ծրագրեր ունեք։ Բայց ուզում եմ սկսել ձեր վերջին ռեկորդից, այն ճկույթով ուղղաթիռ քաշելու։ Մի ճկույթի պատմություն եւ մեկ ատամնաշարի պատմություն, որովհետեւ Արտուրն էլ կարծես եթե չեմ սխալվում, ատամներով է քաշել։ Խնդրում եմ պատմեք դրա մասին, հետո առհասարակ կհասկանանք, թե ինչու որոշեցիք, որ պետք է ձեզ այս ոլորտին, այս մարզաձևին, սպորտաձևին նվիրել։ Շնորհակալություն։
Տեսեք, այդ ռեկորդը իրականում շատ դժվար էր։ Պատկերացրեք ճկույն մատով ես քաշել եմ ուղղաթիռ, ինչի շատ դժվար է։ Բայց մինչև ուղղաթիռ տեղաշարժելը ես 20-ից ավել ռեկորդ եմ սահմանել։ Մետրոպոլիտենի մետրոյի 2 վագոն եմ քաշել, 60 տոննա քաշ ունեցող ճկույտ մատով։ Դրանից առաջ 1 վագոն 30 տոննա, այսինքն պրոգրեսը էլի կամաց մեծացրել ենք, իսկ ուղղաթիռը դա որպես ոչ թե քաշներ ծանր, այլ ինքը որպես տրանսպորտային այլ միջոց, ուղղաթիռ գրանցվեց համաշխարհային ռեկորդների գրքում, ճկույտ մատով քաշեցի 15 մետր։ Այսինքն դուք առաջինն եք ամբողջ աշխարհում, Այո, առաջին մարդն եմ, ով նման ռեկորդ սահմանեց ճկույտ մատով։ Եղել են մարդիկ, ովքեր արել են ամբողջական մարմնով, բայց ես ամբողջական ձեռքով կամ ամբողջական այո ձեռքով, բայց ես ճկույտ մատով սահմանեցի, կատարեցի եւ որը սահմանվեց որպես ռեկորդ։ Յուրի այդ ինչ ժամանակահատված էր, որ հասկացար ի վերջո որ քո ճկույթը շատ զորեղ ճկույթ է ի տարբերություն մյուս մատների։ Հա, նաև մյուս մատների տարբերությամբ մատների։ ամենաթույլ մատն է, չէ՞։ Ամենաթույլ մատն է, դրա համար ինքը որպես ռեկորդ է համարվում ինչ վարժություններ, որ մենք կատարում ենք, բայց առաջի անգամ որ արել եմ, դա եղել է 2 տոննա քաշ ունեցող մեքենա, առաջի ռեկորդս ճկույտ մատով որ արել եմ, ու կամաց մարզելով, մարզումների արդյունքում հասցրել եմ շուրջ 60 տոննայի։ Այսինքն մեր խնդիրը նա է, որ մարզումներ ենք արել։ Իհարկե մատները դա ամենաթույլ մկաններ են կարելի ասել համարել, որ անհնար է մարզել, որտեղ այնտեղ միայն ջլեր են, կապաններ են, բայց քրտնաջան ծանրաբեռնված մարզումների արդյունքում հնարավոր եղավ, ու ամենակարևորը հավատում ենք այն գործին, որը որ մենք սկսել ենք եւ հավատ առ Աստված, Աստծո օգնությամբ ամեն ինչ փորձում ենք կատարել։ Մեկը մյուսի հետևից իսկապես զարմացնող հնարքներ եք դուք իրականացրել, ատամնաշարի հետ կապված խնդիրներ չունենք։ Ասեմ, ես է կատարեցի համաշխարհային ռեկորդ, ու նշեմ, որ դա էլ իմ առաջի ռեկորդը չէր, ունեմ 10-20 ռեկորդներ, Գինեսի 5 ռեկորդ, աշխարհի 10 ռեկորդ, մի ձեռքով ես քաշել եմ 120 տոննա քաշ ունեցող 2 գնաց, գետի ամբողջական ձեռի հետ կապված, բայց մարտի 12-ին ատամներով քաշեցինք ուղղաթիռը 16 մետր։ Դա էլ որպես տրանսպորտային միջոց նոր համաշխարհային ռեկորդ էր։ Ինձ հետաքրքիր է, թե այսպես ռեկորդներ սահմանող մարդիկ մի օր ուղղակի արտանում են եւ հասկանում են, որ ունեն ամուր ատամնաշար կամ ամուր զարգացած մկաններով մատներ, որ որոշում են այդ քայլին գնալ։ Ինչպես է ստացվում։ Այս սպորտաձևը գիտենք, ծնողներն ուզում են ենթադրեն երեխային տանել այս սպորտին կամ երեխան ինչ-որ ձիրք ունի զբաղվելու, բայց այս պահը ես ուզում եմ հասկանալ ինչպես է ձևավորվում մարդուն։ Շատ լավ հարց տվեցիք, շնորհակալություն, տեսեք։ Մենք մանկուց զբաղվում ենք սպորտով։ Ես 6 տարեկանից զբաղվում եմ ազատ ոճի բշամարտով, նույն բարբա, որը շատ մեծ ֆիզիկական ուժ է տալիս, բշամարտով զբաղողները գիտեն, որ ֆիզիկապես լավ ամուր են։ Որը նաև օգտագործեցի ռեկորդների ժամանակ, ես առաջ անգամ հեռուստատեսության պատահական տեսա, որ գերմանացի մարզիկը ռեկորդ է սահմանում, առաջացած ցանկությունը, որ ես էլ դառնամ ռեկորդակիր եւ ռեկորդներ սահմանեմ։ Ու այդ ժամանակից սկսեց ռեկորդներով զբաղվելը, բայց մենք մանկուց զբաղվում ենք սպորտով, այսինքն հիմքը կա, մնում ավելի շատ զարգացնել։ Ըմբշամարտին տիրապետելուց հետո անցանք արդեն բռնցքամարտին ու հետաքրքիր է, որ այսօր պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելը խանգարում է ռեկորդներ սահմանելու, թե ընդհակառակը օգնում է եւ մարզումների տեսակները ռեկորդ սահմանելիս եւ բռնցքամարտում տարբեր են թե ոչ եւ որքանով են օգնում իրար ու որքանով են խանգարում, եթե կա նման զգացողություն։ Իհարկե կա շատ մեծ տարբերություն, բռնցքամարտը լիովին լիարժեք տարբերվում է ռեկորդներից, որտեղ ռեկորդների ժամանակ միայն աշխատում են ֆիզիկական ունակությունները ավելի շատ, 80%-ից ավել, եւ մարզումները անցկացնում են շատ մեծ ծանրաբեռնված մարզումներ ֆիզիկական տեսանկյունով, այսինքն ծանրաքարերի, շտանգաների, լանազողերի օգնությամբ, իսկ բռնցքամարտը լրիվ տեխնիկապես եւ շատ թեթևություն է։ Այո, լրիվ ուրիշ է, ոնց ասեմ, թույլ լինես, որ կարողանաս։ Իսկ այս դեպքում մարզումների տարբերությունը չի փախվում իրար ու որևէ բացասաբար ազդեցություն չենք ունենում։ Չէ, բացական լինում է, որ տրավմաներ, այսինքն վնասվածքներ կարող է լինել ռեկորդներից հետո կամ ռեկորդային մարզումների ընթացքում, որ նշեցի ծանրաբեռնված մարզումների արդյունքում կարող են վնասվածքներ, բայց
որ նայենք նյուանսները ավելի շատ կօգնի, քանի որ ֆիզիկական զարգանում է, որ ֆիզիկական զարգացվածությունն էլ անհրաժեշտ է բռնցքամարտի ժամանակ։ Բռնցքամարտում են անհրաժեշտ չի տեխնիկան, այլ պետք է ֆիզիկապես ամուր լինես, որ քո ուդարը ոնց ասա հարվածը ավելի ամուր լինի, ավելի ձիգ լինի եւ կանաս դիմացկուն լինես, հարվածներն ընդունես ճիշտ։ Եվ բռնցքամարտի արդեն աշխարհում ձեր հաջողությունների մասին խնդրում եմ պատմեք, գոնե վերջին, որովհետև կարծում եմ շատ է եւ չենք հասցնի ամբողջ անդրադառնալ։ Այո, բազմաթիվ պրոֆեսիոնալ ունեմ անցկացրած բազմաթիվ մենամարտեր։ Վերջին մենամարտը տեղի ունեցել Չեխիայում, որտեղ դարձա GBC վարկածով աշխարհի չեմպիոն։ Մենամարտեցի չեխ բռնցքամարտի հետ, ով Չեխիայի 7 անգամ չեմպիոն էր դարձել, պրոֆեսիոնալ ռինգում ուներ 40-ից ավել անցկացրած մենամարտ։ Իհարկե շատ դժվարությամբ տրվեց այդ տիտղոսը եւ գոտին արդեն Հայաստանում է եւ կասեմ օֆիցիալ որ այս պայդրության միակն եմ ով ունի այդ գոտին, որ փառք Աստծո հաջողությամբ հասանք այդ գոտին եւ բերել ենք Հայաստան։ Կուզենամ նշեմ, որ առաջիկային ունենք շատ կարեւոր մենամարտ։ Ես նշեցի բազմաթիվ մենամարտեր եմ անցկացրել, բայց սա առանձնացնեմ, որովհետեւ մոտավոր ընդամենը 15 օրից մենամարտելու եմ ադրբեջանցի մարզիկի հետ։ Շատ կարևոր մենամարտ ինձ համար եւ կարծում եմ բոլոր իմ հայրենակիցների համար, որտեղ լինելու են նույնպես գոտու մենամարտ եւ պատրաստվում ենք ընկերներով, հայրենակիցներով այս մենամարտին ու պահա որքանի հասմացել եք, ուզենամ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ովքեր որ իմ հետ են, իմ կողքին են։ Կարծում եմ արդյունքը բոլորին։ Այո, իմ ընկերներին, ովքեր որ իմ կողքին են։ Ձեր եղբայրը կարծես շռայլ է միայն ռեկորդներ սահմանելուց, խոսել չի սիրում։ Ոչ, բռնցքամարտով եմ զբաղվում, ես էլ արդեն 5 ամիս է, ես էլ եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտ, նպատակ ունեմ դառնամ աշխարհի օլիմպիական չեմպիոն, բռնցքամարտի հետ կապված։ Ռեկորդներ ունեմ արած բազմաթիվ, շատ, որ խոսանք ձեր ասած հաղորդումը կպրծնի, բայց մի քանիսը կասեմ, 2 մատով քաշել եմ 60 տոննա քաշ ունեցող գնացքը, ունեմ շատ կարևոր Գինեսի ռեկորդ իմ համար ու ազգի համար է, որ ասում եմ բում արել այդ ռեկորդը, անցել եմ թուրք մարզիկին, տուրնիկի վրա մի րոպեում կատարել եմ 55-ա ջիմ։ Թուրք արել է 53-ա ջիմ 10 տարի առաջ եւ շրջանցել եմ, դա շատ կարևոր ռեկորդ էր։ Նշեմ, որ 10 օր առաջ ես սահմանել եմ նոր ռեկորդ։ Ուղղաթիռից հետո 10 օր առաջ սահմանել եմ նոր ռեկորդ, մեկ ձեռքով քաշել եմ կռանը 100 տոննա։ Դա 10 օր առաջ է։ Խոսքերն ավելորդ են, ինչպես ասում եմ։ Այսպես ուժ ու զորություն ձեզ տղերք, այս ամենը շատ ուրախալի է ու հաստատ հպարտության զգացում ունենք մենք բոլորս։ Մի խոսքով ամփոփելով զբաղվում եք այս օրերին պրոֆեսիոնալ սպորտային կյանքով, նաև աշխատում եք մեծ ծավալով, որպեսզի գրանցեք նորանոր ռեկորդներ, իսկ կա փոքր սերնդի ներկայացուցիչներ, ովքեր ձեր սաներն են եւ փորձում եք դուք ձեր մասնագիտական նրբությունները, պրոֆեսիոնալիզմը առաջ գնալու այդ կարողությունը փոխանցել ձեր այսինքն որպես մարզիչ դուք այսօր գործունեություն ծավալում եք թե ոչ։ Չէ, ցավոք չենք հասցնում, քանի որ դա լրիվ ուրիշ մասնագիտություն է, կարող լինես, որ դու լավ մարզիկ լինես, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, բայց լավ մարզիչ չլինես, իրականում դրանք լրիվ տարբեր են, բայց ժամանակ առաջ ես աշխատել եմ մարզիչ, քանի որ ունեմ կրթություն, ես ունեմ 3 մասնագիտություն, որից մեկը մանկավարժությունն է, բայց հիմա չենք հասնում, բայց կգա ժամանակ Աստծո կամքով, Աստծո ցանկությամբ մենք կհիմնենք մեր դպրոցը եւ այո, ինչպես նշեցիք, մեր գործը փոխանցենք։ Այս մի փոքր բավարարված զգաք ռեկորդների մասով, գոտիների մասով արդեն կզգաք, որ բավական է, լավ, թող մի քիչ էլ ուրիշները։ Երբեք բավական երևի չէ։ Բայց կարծում եմ դա վարակիչ է եւ երբեք այո, բավարարված չեն զգում անընդհատ, չէ, նոր ռեկորդներ։ Սպորտը իրականում դա կախվածություն է շատ մեծ, պրոֆեսիոնալ իհարկե սպորտի մեջ որ ունես դժվար է դից դուրս գալը, շատ դժվար է։ Բայց իհարկե լավ կախվածություն է։ Աղջիկները գոհացնող կախված։ Ինչպես նշեցիք, մենք մարզիչ ենք, բայց մեր շնորհիվ շատ երեխաներ, Չեխի երեխաներ, մեծեր, երիտասարդներ շարունակում են մեր գործը։ Բազմաթիվ անգամներ եղել է, որ ինձ զանգել են, դուրսում փողոցում հանդիպում են։ Վիդեոներ են ինձ ուղարկում, որ մեր արած գործը անում են, ասո ռեկորդ են անում, ավտո են քաշում, պարապում են, բոքս են անում։ Ու մենք կարծում լավ գործ ենք անում, քանի որ մեր շնորհիվ, մեր մարզիկների շնորհիվ, մեր ասեմ էլի, երեխաները կդրվում են փողոցից, ամենակարևորը։ Հանցագործություններից, փողոցից, բաց սովորություններից, քանի որ ֆիզիկական դասիրակությունը եւ սպորտը միայն լավ որակներ է դասիրակում։
Բայց այդ ռեկորդները ինքնուրույն առանց մարշչի, առանց ուսուցչի կրկնելը վտանգավոր է, չէ՞ բնականաբար։ Եթե որևէ մեկը չկա, որպեսի ուղղորդի նրանց, կարծում եմ հետևանքները կլինեն շատ վտանգավոր է։ Այսինքն մարշչական գործունեություն պիտի ուզեք չուզեք ծավալեք, եթե մարդիկ կան, որոնք ուզում են կրկնօրինակել այդ ռեկորդները։ Հա, անպայման պետք է իրական դուք շատ ճիշտ եք նշում, որովհետև ինձ ուղարկում են վիդեոներ, որտեղ 3 տարեկան երեխան կամ չգիտեմ 5 ամսեկան նույնիսկ երեխան ստիպում են որ ինչ-որ բան անի զուտ վիդեոյի համար։ Ասենք իր հայրիկը կամ չգիտեմ որ եղբայրը ու այդ իրականում ճիշտ չի։ Դուք իհարկե ասում եք որ չանեն։ Հա, անպայման զանգում ասում պետք չի, այ մա վիդեոյա որ մարդիկ չգիտեմ 100,000 դիտումի համար 3 տարեկան երեխան ասենք պետք է ծանրաձող ասենք կամ ավտո ուզում քաշի ու կամաց գնանք ամփոփում, բայց առաջարկում եմ մինչև կամփոփենք մեր հարցազրույցը, հիմա այսպես էջերը հետ տանք ու գնանք դեպի ձեր մանկություն։ Եթե համեմատեք ձեր մանկության տարիներին, ձեր ձգտումները, ձեր սպորտային կյանքով ապրելու ցանկությունը, ձեր պարապմունքները այսօրվա պարապմունքների հետ, որովհետև այսօր հնարավորությունները շատ են, բայց արդյոք հոգեբանության տեսանկյունից երեխեքը պինդ են, հատկապես տղա երեխաները ունեն սպորտով զբաղվելու այդ մեծ ցանկությունը, որ ժամանակին ունեցել եք դուք ու ձեզպես շատերը, ինչ համեմատականներ կտանենք այն ժամանակ ու այսօր պրոֆեսիոնալ սպորտային կյանքով ապրող երեխաների ու դեպի իրեն նպատակը հասնող նաև այդ զգացողությամբ։ Պրոֆեսիոնալ հարցեր եք դուք հիմա տալիս իրականում շատ լավն է, շատ մեծ տարբերություն կա 2000-ական թվականների եւ հիմա մենք պարապել ենք, մենք մարզվել ենք իրականում կաթացող զալերում, անկեղծ ասած, որտեղ գորգը, կավիորը եղել է պատրված, մենք կարել ենք, մենք պարապել ենք, ասենք, պատերը ոչ բարվոք վիճակում, այլ անձրև էր գալի։ Դերտեղ ստեղծել եք ձեր հարաբերությունները, բայց այն ժամանակ իրականում մեր զալերում տեղ չկար։ Ցուրտ զալում, զմռը ցուրտ, որտեղ պլիտա էր ընդհանրապես վառվում, դե հիմիկվա նման չէր։ Ու պատերից ձուն անձրև, մենք կտորները ասած փռած կամ թասերը դրած, բայց 30-40-ից ավել մարդիկ էին պարապում, երիտասարդները ամբողջ մեր քաղաքի պարապում էին։ Բայց հիմա կա ավելի լավ պայմաններ, որ ես հիմա պարապում եմ ասում ինչ հա կատարվում։ Եվ բոլոր առումներով ավելի։ Հա, էլի ամեն առումներով։ Այլ զբաղմունքներ։ Ապրեք։ Մարզիչները ավելի երևի լավ, չգիտեմ, մոտեցումները հոգեբանող են եւ ամեն ինչ ուրիշ է, բայց հիմա քիչ մարդ է պարապում, չգիտեք խի։ Քիչ մարդ է մարզվում, այն մոտիվացիան չկա, այն հոգեվիճակը չկա, որ մարդիկ ձգտեն, ուզենան դառնան չեմպիոն։ Իսկ այն ժամանակ մենք մի հատ մեդալ էինք ունենում ու աշխարհում մեկ էինք գնում։ Իսկ հիմա տարբերությունը շատ մեծ փոփոխություն է ենթարկվել։ Չէ, վստահաբար ժամանակ թե կամաց որ ծավալեք մարշչական գործունեություն նաև, որովհետև դրա կարիքը կարծում եմ շատ կա։ Ինչ ունենք ամփոփելու, ինչ ունենք ավելացնելու, ապագայի հետ կապված կամ արդյոք նոր ռեկորդներ կան, տեսել եք ու վստահաբար քայլում եք, որպեսզի հասնեք ու գերազանցեք այդ ռեկորդները։ Ահ, հասա առաջամ դու չես խոսում։ Դեռ վայելում ենք ինչ որ ունենք։ Վայելենք նպատակայլի ռեկորդանա, որտեղ ես նշեցի, չեմ ոսմը տեղս նստող չեմ ես։ Դե դրա համար ես հարցը տենամ, չգիտեմ, ծանր ինչ կլինի, այլ 100 տոննայից ծանր, այդ էլ քաշեմ անպայման, որտեղ բանը որ քաշեցի, կռանը ես որ քաշեցի, ինքը իրականում ասում եմ անհավանական էր իմ համար էլ։ Կոնկրետ, որտեղ բոլորս գիտենք շինարարական կռանները 18 հարգանի չափ մենակի վերջը, այո, նայում ես դու մոտը թզուկ ես, չես կարանես, բայց դա էլ կա, եթե դրանից ծանր բան լինի անպայման այո, շենքենի արդենք լավ, շնորհակալություն ձեզ, հաջողություն իհարկե, հաջողությունը կարծում եմ ձեզ միշտ ուղեկցում է, թող այսպես 2-3 քայլ առաջ լինի ձեզանից, որպեսզի նաև առիթներ լինի հպարտանալու, այո, Հայաստանի անունը բարձր պահելու եւ ձեզ հյուրընկալելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, բռնցքամարտիկ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցն էր մեզ հյուր եւ Հայաստանի եւ աշխարհի բազմակի ռեկորդակիր, Գինեսի ռեկորդակիր, միջազգային սպորտի վարպետ Արթուր Սաքունցը։ Մենք բարև երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։ Oh, I cannot explain. Every time it's the same. Oh, I feel that it's real. Take my heart. I've been lonely too long. Oh, I can't be so strong. Take a chance for romance. Take my heart.
Sherry, sherry lady, like there's no tomorrow. Take my heart, don't lose it. Listen to your heart. Sherry, sherry lady, to know you is to love you. If you call me baby, I'll be always yours. La 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 la. I get down, all my world turns around. Who is right, who is wrong, I don't know. I've got pain in my heart, got a love in my soul. Easy come, but I think easy go. I need you so. All those times I'm not too strong. Sherry, sherry lady, going through emotion. Love is where you find it. Listen to your heart. Sherry, sherry lady, living in devotion. It's always like the first time. Let me take a part. Sherry, sherry lady, like there's no tomorrow. Take my heart, don't lose it. Listen to your heart. Sherry, sherry lady, to know you is to love you. If you call me baby, I'll be always yours. Դե ինչ, սիրելի հերոսադիտողներ, հերթական, բայց մեզ համար շատ կարևոր եւս մեկ էջ, եւս մեկ թողարկում բարև երկրի մենք համարում ենք ամփոփված ու ավարտած ու իսկապես շնորհակալություն, որ միացել եք մեզ։ Ձեր սուրճը, թեյը, առավոտյան հրաշալի տրամադրությունը անցկացրել եք մեզ հետ ընկերներ, որովհետեւ դա մեզ համար պարտք է, որպեսզի ձեզ այստեղից փոխանցենք ժպիտ ու լավ տրամադրություն։ Ես ներկայացնում գործընկերոջը մեր, ով միշտ մեզ հետ է Տունդեպո խանութ սրահ, գնացեք, ֆայլեք այդ տեսականին, գուցե ամենահարմարավետը հենց դուք ձեռք բերեք այսօր, այնպես որ եթե կա տրամադրվածություն, կանգ մի առեք ու ուղիղ գնացեք դեպի Տունդեպո։ Ու իհարկե միացեք մեզ Երկիր մեդիայի YouTube-յան պաշտոնական ալիքով ու Բարև Երկրի Facebook-յան էջով։ Հայկ Պետրոսյանը հիշելով, որ նախորդ շաբաթ ինքը վատառողջ էր եւ իր բոլոր տեքստերը ես եմ ասել, հիմա կազդուրված, պատրաստ։ Այո, համապատասխանաբար ինքը ամեն ինչ ասած։ Ինձ մնաց միայն կրկին շնորհակալություն հայտնել ձեզ առավոտյան սուրճն ու թեյը մեզ հետ կիսելու համար եւ քանի որ առողջության ու խաղաղության մասին արդեն հիշեցրեց Հայկը, ես էլ կուզենամ, որ շատ ժպտակ, որովհետեւ ժպիտը մեր ներսի արևն է, որը միշտ կա դրսի եղանակի հետ։ Այո, այն բոլորովին կապ չունի։ Մեր արևը միշտ կա, մեր լույսը միշտ կա, ժպտանք, բարին փոխանցենք, ջերմություն փոխանցենք, ստանանք, վերցնենք մեր շրջապատից։ Բոլորից հրաշալի օրվա շարունակություն ենք մաղթում, մենք կհանդիպենք արդեն մյուս շաբաթ, սա Բարև Երկիրներ։ Բարև, բարև, հազար բարև